Բարեմաղթներ շարունակվում է մեզ մոտ խաղային օրը եւ վերջին հանդիպումն ենք դիտելու միասին այսօր, որտեղ միմյանց հետ մրցում են Նապոլին եւ Միլանը։ Ֆուտբոլային լեզվով ասած, իտալական թիմերի կատարմամբ խաղ է լինելու։ Տեսնենք այս պայքարում ով լավ արդյունքի կհասնի այսօր։ Երկու խաղ դիտել ենք միասին այսօր արդեն դիվիզիոնից առաջին խաղում Մոնցան կարողացավ հաղթել 5-1 հաշվով Ռեալին, երկրորդ հանդիպումը քիչ առաջ ավարտվեց, որտեղ Փարիզը կարողացավ Կարո Ավագյանի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել Արսենալին։ Տեսնենք վերջին հանդիպումը ինչպես կընթանա եւ կավարտվի այսօրվա, որտեղ տեսնում ենք երկար են պատրաստվում այստեղ թիմերը։ Տեսնում ենք խաղը մեկնարկեց, դաշտի կենտրոնից սկսում են Նապոլիի ֆուտբոլիստները։ Հիմա անցնեմ թիմերի կազմերին ներկայացնելուն։ Նապոլիի դարպասը պաշտպանում է համար 77 Կամո Կլեկչյանը, համար 2 թիմի ավագ Կարո Պողոսյան, համար 3 Բագրատ Առաքելյան, համար 9 Վահե Միքայելյան, համար 11 Արգիշտի Ներսիսյան, համար 13 Միքայել Արաբյան, համար 17 Ռուբեն Ալումյան, համար 18 Վահագ Արաբյան, համար 22 Էմանուել Պետրոսյան եւ համար 23 Նարեկ Պողոսյան։ Միլանի դարպասը պաշտպանում է համար 99 Սարգիս Հալիվորյանը, համար 3 Ահմադ Յունուս։ Հիմա եւ առաջին գրոկա եւ մեկնարկում են հաշիվը բացված է մեզ մոտ 1-0։ Միքայել Արաբյան 1-0 հենց խաղի առաջին րոպեին կարողանում է առաջին գրով Նապոլին հանդիպան հաշիվը բացել, ես կազմերին էի ներկայացնում, բայց տեսանք, որ արդեն առավելություն ունի այս պահին 1 գոլի Նապոլին, տեսնենք ինչպես կարձագանքի այս գոլին Միլանը, շարունակեմ Միլանի կազմը, համար 5 Սամվել Առաքելյան, համար 6 Վիգեն Դուրյան, թիմի ավագ համար 8 Էրո Հունանյան, համար 10 Գևորգ Գրիգորյան, համար 11 Մեթյու Ժիլբերտո, համար 14 Ալեքս Սահակյան, համար 19 Սեյրան Խալացյան եւ համար 77 Վահե Մարտիրոսյան։ Տեսնենք ինչպես կպատասխանի այս գոլին Միլանը, փորձում է առաջին գրով իրականացնել այս խաղի։
Քելյանից խլեցին այստեղ գնդակը, բայց կարողացավ արագ վերադարձնել։ Գնդակը Միլանը երկար փոխանցում այստեղ չստացվեց։ Փոխանցումը Միլանի ֆուտբոլիստի Նշեմ, որ Միլանը հիմա առաջին անկյուն այն է կտեսնենք այս տարի, նշեմ, որ Միլանը Ինտերկապի շրջանակներում անցավ փոքր լիգայի փուլ, բայց հենց քառորդ եզրափակում պարտվեց խոշոր հաշվով Պալերմոին։ Հիմա Պալերմոն եզրափակում մրցում է Չելսի հետ զուգահեռաբար հիմա հարված երկրորդ հարվածը այս խաղում Նապոլիի կողմից, բայց Մունանյանն է այս պահին դարպասում Միլանի և փրկում է իր թիմին։ Զուգահեռաբար ընթանում է Չելսի Պալերմո հանդիպումը, եզրափակիչ հետաքրքիր խաղ է այնտեղ սպասվում։ Ժամանակ առ ժամանակ ես կասեմ այնտեղ ինչ հաշիվ է ընթանում։ Մունանյանն է սխալվում, բայց այստեղ կարողացավ արագ վերադարձնել Միլանը։ Գնդակը իր մոտ էր Հունանյան խաղարկում է Գալացյանի հետ։ Նորից Հունանյան երկար փոխանցում, այնտեղ լավ նկատեց հիմա Սահակյանին Հունանյանը և ի վերջո չպահեց գնդակը այստեղ Ալեքս Սահակյանը դաշտի դիմային գծում։ Պողոսյանն է հիմա շարժվում առաջ, բայց անհաջող փոխանցում հիմա տեսանք Կարո Պողոսյանի կողմից և նորից հարված կտեսնենք Միլանի դարպասից, հերթական գրոներից մեկը կարող է կազմակերպել Միլանը, բայց հիմա վտանգավոր է գործում իր կիսադաշտում Միլանը և երկար փոխանցում տեսանք Հունանյանից։ Վտանգավոր կարող է լինել, բայց բարձր է հարվածում այստեղ Միքայել Արաբյանը։ Հունանյանը խաղարկեց հիմա գնդակը Գրիգորյանի հետ, թողնում են գնդակը Յունուսին, փոխանցում նորից Հունանյան, փոխեց գրոյի եզրը, Արաքելյանն է այստեղ պայքարում գնդակը վերադարձնելու համար։ Նապոլին է անցել գրոյի, հակեցին այս հարվածի ճանապարհը։ Ակում է այստեղ գնդակը։ Պողոսյան, թողնում է թիմակցին։ Եվ Յունուսն է լավ գործում պաշտպանությունում, կարող է հիմա Միլանը գրոհել, տեսնենք, բայց կարողացավ այստեղ Գրիգորյանը ֆիքսել գնդակը։ Գնորի։ Մի փոքր խաղի տեմպը ընկավ,
Նապոլի գոլից հետո նորից Նապոլին է անցել գրոյի, նորից Յունուսն է լավ գործում պաշտպանությունում։ Ալումյան կենտրոնում է, թողնում է գնդակը Առաքելյանին, Առաքելյան և հետ ուղարկեց գնդակը Պողոսյանին, չեն շտապում Նապոլիի տղաները։ Նորից Յունուսն է հեռացնում գնդակը։ Եվ անկյունային կլինի Միլանի դարպասին։ Տուգանային հրապարակ, հեռացված է գնդակը։ Ունում է գնդակով Նապոլին, Պողոսյան խաղարկեց դիմակցի այդ գնդակը։ Սյան լավն էր այստեղ խաղարկումը Նապոլիի կողմից, հարվածել է պետք հիմա։ Եվ տեսնենք հարված փակեց Ունանյանը, հարվածո և հիմա էլ դարպասային գծից հիմա հեռացնում է գնդակը Միլանի ֆուտբոլիստը, նորից անկյունային կտեսնենք, Վիգեն Դուրյանը այնտեղ լավ գործեց դարպասային գծի մոտ։ Տասը րոպե այս խաղից արդեն անցյալում է 1-0 հաշվով այս պահին։ Հաղթում է Նապոլին Միլանին։ Տեսնում ենք, որ շատ չեն հարվածները այս խաղում թիմերի կողմից այս պահին։ Դուրյան լավ խաղարկում, հիմա շարժվում է առաջ, Վիգեն Դուրյանը հարված և ձեռքին դիպավ գնդակը Նապոլիի խաղացողի, վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել հիմա Միլանը։ Գրիգորյանն ու Խալացյանն են գնդակի մոտ, տեսնենք ի վերջով հարված կկատարի։ Սուլի չկա, տեսնենք, թողնում է գնդակը Խալացյանը, Գրիգորյանը հարված և ինչ է նորից ձեռքով խաղ էին պահանջում այստեղ Միլանի ֆուտբոլիստները, բայց շարունակվում է հանդիպումը, Սահակյան պահում է այս պահին գնդակը թիմի մոտ, Խալացյան և Սեյրան Խալացյան, բայց անկյունային է ի վերջո կորզում այս իրավիճակում Միլանը։ Հարկեցին այստեղ ստանդարտը, հիմա տեսնենք Գրիգորյան հարված, ուղիղ Կլեկչյանի վրա հարված կատարեց Գրիգորյանը։ Առաքելյանն է լավ գործում պաշտպանությունում, Դուրյան թողնում է գնդակը Խալացյանին, նորից Դուրյան, բայց շտապեց մի փոքր այստեղ Վիգեն Դուրյանը։ Լավ խաղարկումներ տեսանք Միլանի կողմից, Խալացյան, բայց խաղիկավների խախտում Խալացյանի հետ պայքարում։ Նորից Խալացյանն է կենտրոնում, թողնում է գնդակը Սահակյանին։
Եվ հայկանների խաղթում նորից Իլիա Խալացյանի հետ պայքարում։ Փոխանցումը հրաշալի էր նկատել այնտեղ Էրոնյանյանը Յունուսին, բայց հեռացրեց պաշտպանը գնդակը ի վերջո։ Գրիգորյան իմ այլ սխալվում է այստեղ Գրիգորյանը, Նապոլին կարող է անցնել գրոյի։ Արաքելյան թողնում է գնդակը Ներսիսյանին, Ներսիսյանը աջեզրում է նորից Արաքելյան, լավն էր այստեղ անցումը Արաքելյանի հրաշալի փոխանցում։ Արաբյանի կողմից հարված եւ Հունանյանը փրկում է իր թիմին։ Արագ նետվում գրոյի։ Գրիգորյանը հրաշալի էր, բայց Հունանյանը չկարողացավ այս գնդակին հասնել։ Նապոլին է հերթական գրոհ սկսում լավն էր այնտեղ փոխանցումը պետք է եզրափակել արված եւ գոլ 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Նապոլին Միքայել Արաբյան 2-0 դուբլի հեղինակ է դառնում Նապոլիի ֆուտբոլիստ եւ արդեն 2 գոլի առավելություն է ստանում Նապոլին այս խաղում նորից անցել է գրոյի Ներսիսյան փոխանցում բայց այստեղ Դուրյանն է լավ գործում պաշտպանությունում արդեն 2 գոլի տարբերությամբ են պարտվում Միլանի տղաները տեսնենք ինչով նրանք ի վերջո կպատասխանեն այս խաղում նրանք են անցել գրոյի Խալացյանն է կենտրոնում Անկեր է փնտրում, լավն է դրա փոխանցումը, բայց այստեղ չստացվեց անկերով փոխանցումը Երկար նետում և վտանգավոր էր կարող էր Յունուսը եզրափակել այս եզրային նետումից կատարած փոխանցումը, բայց չստացվեց հասնել գնդակին Արաբյանն է Հնդակով փորձում է թիմակից մանգալ և հակում է Պողոսյանի հետ Ներսիսյան Ներսիսյանը շարժվեց առաջ, տեսնենք Քայլյան արված Հունանյանն է իր վրա արվածը վերցնում լավ գործեց Նապոլին այստեղ, բայց հայկանները խաղթել են այստեղ Նապոլիի տղաները Միլանն է սկսել բայց փոխանցումն էլ չստացվեց
Տեսնենք, տանգալ կարողնել, բայց չստացվեց պայել գնդակը Պողոսյանին իր մոտ, հիմա Միլանն է անցել գրոյի, բայց Պողոսյանն է հիմա լավ պայքարում այստեղ Գրիգորյանի դեմ, պայել է գնդակը Գրիգորյանը իր թիմի մոտ, Յունուս, Գրիգորյան, երկար փոխանցում Ուղունանյանի ուղղությամբ, բայց չկարողացավ հիմա ֆիքսել այստեղ Էրոհունանյանը գնդակը։ Շատ քիչ ժամանակ նշան մնաց առաջին խաղակեսի ավարտին, այս պայն 2-0 հաշվով Նապոլին հաղթում է Միլանին։ Նապոլին է անցել գրոյի փոխանցում, այստեղ Առաքելյանը պաշտպանություն, Յունուսն է ներողություն պաշտպանությունը լավ գործեց եւ անկյունային Միլանի դարպասին։ Փոխանցում Կուգանային հրապարակ, Սահակյանն է հեռացնում գնդակը եւ Միլանը կարող է անցնել գրոյի, Հունանյան արկում է Սահակյանի հետ։ Հունանյան կենտրոնում է, բայց անհաջող էր Միլանի ավագի փոխանցումը։ Եվ անկյունային նորից կլինի Միլանի դարպասին։ Հարկեցին այստեղ անկյունայինը Նապոլիի տղաները, տեսնենք Արաբյանը հետ ուղարկեց դեպի Կարո Պողոսյանը գնդակը, հրաշալի էր։ Միքայելյան, գնդակով է Միքայելյանը, պահում են այս պայն Նապոլիի տղաները գնդակը իրենց մոտ։ Արաբյան հարված վտանգավոր էր, բայց շեղ էր Նապոլիի ֆուտբոլիստի հարվածը այստեղ։ Արագ խաղարկեցին այստեղ ստանդարտը Միլանի տղաները, Գրիգորյան և փոխանցում, բայց չհասավ այստեղ գնդակին Յունուսը։ Լավն էր այստեղ փոխանցումը, Արաբյանի պետք է գրավել դարպասը, բայց ուղիղ դարպասապայի վրա հարված կատարեց Միքայել Արաբյանը, նորից անցավ Նապոլին գրոյի և վտանգավոր կարող լինել Միքայելյան, հարված չկա, անկյունային ի վերջո կլինի նորից Միլանի դարպասին։
փոխանցում, անհաջող էր այս փոխանցումը։ Փոխանցում դեպի Յունուսի ուղղությամբ, բայց նորից ուժեղ էր այստեղ Դարպասապայի փոխանցումը։ Նապոլի գրո չստացվեց։ Դարպասապա այստեղ լավ նկատեց Երո Ունանյանին, մենակ է մնացել այս շեզում, տեսնենք ինչ կմտածի Երո Ունանյանը, փոխանցումը հեռացված է։ Ալացյանը խլեց ի վերջո գնդակը, Ունանյան լավ այնտեղ տեսավ թիմակցին, տեսնենք, հիմա Գրիգորյան մտնում է Տուգանային հրապարակ հարված։ Դարպասապա փրկում է այստեղ երաս գոլից և ինչ էր, սա Յունուսն է հայտնվում խոտածածկին։ Բայց ամեն ինչ կարգին է Միլանի խաղացողի մոտ հիմա, դա շարունակվելու է։ Եվ վերջ սիրելի ֆուտբոլասերներ, առաջին կեսը ավարտված է, որտեղ Նապոլին հաղթում է Միլանին 2-0 հաշվով։ Մի փոքր ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք երկրորդ խաղակեսը մեզ մոտ սկսված է և առաջին կեսից հետո 2-0 հաշվով հաղթում է Նապոլին Միլանին, երկու գոլերն էլ հեղինակել է Միքայել Արաբյանը, հետաքրքիր առաջին խաղակես ստացվեց, տեսնենք հիմա թիմերը ինչպես այս խաղակեսը կանցկացնեն, անցնեմ հիմա թիմերի հայտարարությունների Արագ վրայով Նապոլի դարպասը պաշտպանում է համար 77 Կամո Կլեկչյանը, համար 2 Կարո Պողոսյան, նա թիմի ավագն է, համար 3 Բագրատ Առաքելյան, համար 9 Վահե Միքայելյան, համար 11 Գարգիշնի Ներսիսյան, համար 12 Դավիթ Վարդանյան, համար 13 Միքայել Արաբյան, համար 17 Ռուբեն Ալումյան, հիմա վտանգավոր է և նորից գոլ հեղինակ է դառնում Նապոլին հաշիվը դարձնելով 3-0 Ռուբեն Ալումյան 3-0 հենց երկրորդ խաղակեսի մեկնարկում Նապոլին կարողացավ նորից գոլ հեղինակ դառնալ առաջին խաղակեսի առաջին րոպեին էլ դարձավ գոլ հեղինակ Նապոլին, նույնը կրկնում է այս խաղակեսում արդեն 3 գոլի առավելությամբ է հաղթում Նապոլին Միլանին։ Հիմա շարունակեմ Նապոլիի կազմը համար 17 Ռուբեն Ալումյան, համար 18 Վահագ Արաբյան, համար 22 Կոյուն Մխիթարյան, համար ներողություն, համար 22 Էմանուել Պետրոսյան, համար 23 Նարեկ Պողոսյան և Միլանն է անցել գրոյի, բայց չստացվեց նորից Ունանյանի պահել իր մոտ, Միլանի դարպասը պաշտպանում է 99 Սարգիս
Լիվորյանը համար 3 Ահմադ Յունուս, համար 5 Սամվել Արաքելյան, համար 6 Վիգեն Դուրյան, թիմի ավակ համար 8 Հերո Հունանյան, համար 10 Գևորգ Գրիգորյան, համար 11 Մեթի Ժիլբերտո, վտանգավոր է, տեսնենք դարպասապահը դուրս է եկել տեղից, պետք է հարված կատարել, հիմա ուր է հարվածը և ինչ էր սա, ոչ, հարված դարպասից, կարծես թե չիրասեց այս իրական պահը հիմա Նապոլին, համար 19 Սեյրան Խալացյան և համար 77 Վահե Մարտիրոսյան, սա էլ Միլանի կազմն էր, նա վերադառնանք ոխաղին, Յունուսն է լավ պաշտպանություն գործում, Ներսիսյան կենտրոնում ես փոխանցեց Ալումյանին գնդակը, Ալումյան, բայց շատ առաջ է թողնում հիմա գնդակը Ռոբերտ Ալումյանը Արաբյան հարված շեղ էր Արաբյանի հարվածը Արեք հիմա խաղարկեցին այստեղ Միլանի տղաները հերվից հարված Գրիգորյանը հարվածեց, բայց ուղիղ դարպասապահի վրա հարված տեսանք Նապոլին է անցել գրոյի և պաշտպանությունում լավ գործեց Սամվել Արաքելյանը Վախում հիմա եղավ թիմերի բոլիստների կողմից Նշեմ, որ զուգահեռաբար ընթացող խաղում Չելսի Պալերմո այս պահին 0-ներ են, այնտեղ եզրափակիչ խաղ է ընթանում, փոքր լիգայի թեժ պայքար է թիմերի կողմից ընթանում, տեսնենք ի վերջո ով այդ բաղձալի տիտղոսը կնվաճի Փոխանցում, լավն էր այստեղ փոխանցումը Գրիգորյանի ներողություն Յունուսին փոխանցեց, այստեղ էլ Հունանյանի հարվածը չստացվեց, բայց շարունակում է Միլանի մոտ մնալ գնդակը, Արաքելյան անցումը չստացվեց հիմա էլ Սամվել Արաքելյանի Նապոլին է անցել գրոյի հարված փրկեց իր թիմին հիմա դարպասապահ Նապոլի գրո շարունակվում է հարված փրկեց դարպասապահ նորից, բայց երկրորդ փորձով գոլեղինակ է դառնում մեզ մոտ Վահե Միքայելյանը հաշիվը դարձնելով 4-0 Վահե Միքայելյան 4-0 խոշոր է դարձնում հանդիպման հաշիվը Նապոլին և արդեն
Ելքը կարծես թե վճռում, բարդ է, շատ բարդ է, այս խաղով Միլանը դժվար կարողանա այսօր միավոր կորզել։ Նորից Նապոլին է անցել գրոյի Արուբյան, փոխանցում Պողոսյանին, բայց չկարողացավ այստեղ Պողոսյանը լավ մշակել գնդակը։ Միքայելյանն է գնդակով կենտրոնում է, Յունուսն է նրա հետ պայքարում, Միքայելյան և կանոնները խախտեցի վերջը Լուլյանի հետ պայքարում։ Միլանն է անցել գրոյի, Գրիգորյան կենտրոնում է, Գրիգորյան արված փրկում է իր թիմի Կլեկչյանը, հեռացված է գնդակը։ Նորից խայկանների խախտում, Գրիգորյանի հետ ներողություն, Խալացյանի հետ պայքարում խախտում տեղ ունեցավ։ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Միլանը։ Պարկեցին այստեղ ստանդարտը Գրիգորյանը հրաշալի փոխանցում նորից Յունուսը չի կարողանում եզրափակում տալ այս գրոյին։ Տասը րոպե արդեն անցավ այս խաղակեսից, 4-0 հաշվով հաղթում է Նապոլին Միլանին։ 2 գոլ առաջին կեսում, 2 գոլ այս խաղակեսում։ Այս պահին նորից ստանդարտ է վաստակել Միլանը, տեսնում ենք։ Ունանյանն է վերցրել գնդակը և տեսնենք ինչպես կիրացնի այս ստանդարտը Միլանի ավագը, սուլի չկա։ Երով Ունանյան, հեռվից հարված, փակեց պաշտպան այս հարվածի ճանապարհը։ Ալումյանն է հիմա կենտրոնում անհաջող գործում։ Գրիգորյան, բայց նորից Յունուսը չի կարողանում ֆիքսել գնդակը։ Meşte buzey. Sey nuyne sey. Անցել գրոյ Յունուս Դակով է հիմա Ամեն Յունուսը թողնում է թիմացին Գրիգորյան պայքարում է նրա դեմ Արաբյանը Հրվից հարված Դուրյանից բայց շեղ էր Դուրյանի հարվածը Նապոլին է անցել գրոյի, Միքայելյան, բայց նորից Յունուսը պաշտպանությունում հրաշալի գործեց, խլեցին գնդակը Միլանի տղաները։ Ալացյան անցավ այստեղ փոխանցումը Ալացյանի։ Անցել է գրոյի Նապոլին, հրաշալի փոխանցում Միքայելյանի ուղղությամբ, պայցին իրենց մոտ գնդակը։ Միքայելյան Ինչ կանի այստեղ փոխանցում վտանգավոր կարող լինել
Նորից Նապոլի մոտ է գնդակը, Արաբյան վտանգավոր էր, բայց այստեղ էլ արդյունք կա Նապոլիի գրոհում։ Միլանն է անցել գրոհի, հրաշալի անցում տեսանք Խալացյանից եւ եզրափակել է պետք հարված եւ ինչպիսի սեյվ եղինակ է դառնում Գալեկչյանը։ Խալացյան վտանգավոր են գործում նրա այդ պայքարում, բայց խլեցին գնդակը Նապոլիի տղաները։ Դուրյանն է այստեղ լավ գործու պաշտպանությունում, հերվից հարված Դուրյանից եւ գոլ կրճատում է հանդիպան հաշիվը, Միլանը 4-1։ Վիգեն Դուրյան 4-1 մի փոքր կրճատեց հաշիվը այստեղ Միլանը Հարի Ալումյանն է շարժվել առաջ հրաշալի փոխանցում եւ վերջին պայն Արաքելյանը եկավ եւ խլեց գնդակ ու հեռացրեց անկյունային է լինելու Միլանի դարպասին Փրկեց Սամվել Արաքելյանը իր թիմին վերահաս գոլից 10 րոպե հանդիպան ավարտին նշան մնացել 5 խփված գոլ են տեսել այս խաղում հարկեցին այս անկյունայինը Նապոլիի տղաները Օսյան Նոնում է գնդակը Արաքելյանին եւ հետ ուղարկեցին դեպի Ներսիսյանը լավն է կարգումները այստեղ Նապոլիի տղաներին Արաբյան Անցում Տուգանային հրապարակ նորից Արաքելյանն է հեռացնում գնդակը այլ Մունանյանից է խլում գնդակը Տեսնում ենք չեն շտապում Նապոլիի տղաները, հիմա Յունուսը խլեց գնդակը Միքայելյանից փոխանցում, բայց Ներսիսյանը լավ է գործում պաշտպանությունում Նապոլին է անցել գրոհի, տեսնենք եւ վերջին պայն դարպասապահը եկավ իր տեղից դուրս եկավ եւ փրկեց թիմին Միլանն է անցել գրոհի Խալացյան բայց շփայեց գնդակը դաշտի սահմաններում Տանգավոր գործեց այստեղ, տեսնում եք, Նապոլիի ֆուտբոլիստը Խալացյանի դեմ պայքարում ստանդարտ Միլանի կողմից
Գրիգորյանն է գնդակի մոտ, տեսնենք այս ստանդարտը սուլի չկա։ Գրիգորյան հարված փրկում է հիմա Կելեկչյանը իր թիմին։ Ապուկները։ Կարմիրները։ Բրավ։ Դոշտի ապի։ Միլանն է անցել գրոյի, Գրիգորյան զարքեզնում է, բայց չկարողացավ պահել դաշտի սահմաններում գնդակը Գրիգորյանը։ Նշեմ, որ զուգահեռաբար ընթացող հանդիպումում Չելսին կարողացավ ի վերջո հաշվի մեջ առաջ անցնել 1-0 հաշվով այս պայն հաղթում է Պալերմոյին Չելսին եւ մեծ այդ ներկայացնում փոքր լիգայի հաղթող ճանաչվելու, բայց դեռ ժամանակ կա այդ հանդիպման ավարտին, շտապենք, հիմա Նապոլին է անցել գրոյի, Արաբյան, տեսնենք ինչպես այստեղ գրոյ կավարտեն Նապոլիի տղաները և հրաշալի գոլ հեղինակ է հիմա դառնում Նապոլիի ֆուտբոլիստը, հաշիվն էլ դարձնում 5-1 Միքայել Արաբյան հետրիկի հեղինակ դարձավ Նապոլիի ֆուտբոլիստը և ուղղակի շքեղ գոլ հեղինակ դարձավ նա 5-1 է արդեն հանդիպման հաշիվը Միլանն է անցել գրոյի Գրիգորյան արված ինչպիսի կրակոց տեսանք Հունանյանից, բայց դարպասաձողը փրկեց հիմա Նապոլիին Անցել է Նապոլին գրոյի, տեսնենք, բայց չկարողացան պահել դաշտի սահմաններում գնդակը Վտանգավոր դիրքում Միլանը Տուգանովն է վաստակում Հունանյանն է վերցրել գնդակը, տեսնենք շատ քիչ ժամանակ մնաց հանդիպման ավարտին Սուլի չկա, տեսնենք երով Հունանյան Բայց Խալացյանն է հարվածում և դարպասաձողի նորից դիպավ, գնդակը փրկվում է նորից Նապոլին այստեղ, բայց հարցես թե անկյունային է վաստակել Միլանը, անդրադարձ եղավ պաշտպանից, բայց հիմա խաղի դրվագը պետք է այս ուսումնասիրել Խաղի մրցավարը որոշումը իր կայացեց և անկյունային է լինելու ի վերջո Նապոլիի դարպասին
Վտանգավոր է հարված փակում են այս հարվածի ճանապարհը Վիգեն Դուրյանը։ Ներողություն Գրիգորյանը հարված կատարեց։ Վերջին րոպեն է ընթանում մեզ մոտ, տեսնենք վերջին գրողներից մեկը կարող է լինել այս խաղի, նորից Տուգանոյին է վաստակում Միլանը։ Հունանյանն է գնդակի մոտ։ Անցած դեպքում Խալացյանը հարված կատարեց, հիմա տեսնենք։ Էրո Հունանյան սուլի չկա հարված, բայց շեղ էր հարվածը Էրո Հունանյանին։ Նապոլին է անցել գրոյի, ստենք Արաբյան փոխանցեց թիմակցին, հարված և գոլ ի վերջո, 6-1 է հաշիվը դառնում մեզ մոտ և գոլ եղինակ դարձավ Վայ Միքայելյանը և վեր սիրելի բարեկամներ հանդիպումը ավարտված է 6-1 հաշվով Նապոլին Հաշվով Նապոլին հաղթում է Միլանին իր առաջին միավորն է վաստակում այս մրցաշարում Այսքանն ենք պատրաստել այսօրվա համար, բարի գիշեր և ամենայն բարիք